Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում համարում եք։ Երևի հա։ Որպեսզի որևէ գնահատական տամ պետքա ծանոթ լինեմ տեղեկության իսկությանը, իսկ ես չեմ տիրապետում։ Եկեղեցու մասին հայտարարություն էր արել, որ եկեղեցու կողքին է լինելու եւ դրանից հետո որոշում կայացվեց Սամվել Կարապետյանին ձերբակալել։ Նորից նույն ձևով եմ պատասխանելու, ես մամուլի մեկնաբանությունների հիման վրա կարծիք չեմ կազմել։ Երևի ոչ, ես խորը չգիտեմ, բայց Եկեղեցուն պաշտպանելու այսպես հայտարարություն էր արել, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը երևի եկեղեցուն չէր պաշտպանել, ինքը պաշտպանել էր այդ կաթողիկոսին, որին պաշտպանել հարկավոր չի, որին բոլորին պաշտպանել հարկավոր չի։ Քաղաքական չեմ համարում, հիմնարություն եմ համարում նրա ձերբակալությունը։ Այդ մեծը հարուստը հարցի մի կողմ է, բայց հայրենասիրությունը առաջնայինն է։ Ես ընդունում եմ իրեն որպես մեծ հայրենասերի ու ափսոսում եմ, որ նման դեպքի է արժանանում։ Ես չեմ ուզում մասնակցեմ ընդհանրապես նման զրույցի։ Իհարկե։ ինչու եք այդպես մտածում։ Այդտենց է ստացվում, որ նայում ես ամեն ինչ նորությունները։ Երևի այդպես է, երևի, հա։ Ինչու եք այդպես մտածում։ Չեմ գիտեր, շատ ասանք բացասական բաներ կտեսնեմ, որ բացած, ես արեմդահայ եմ, հա։ Դա ասված, որ ճշտվի այս բաները։ Այո, Դու չեմ համարում զբաղվում։ Իհարկե միանշանակ դա ձերբակալություն քաղաքական կոմպոնենտ ունի, քանի որ իր ձերբակալությունից առաջ իր հայտարարությունը հենց դրա մասին է փաստում, որ այս իշխանությունները հակառակը արեցին, փորձելով ճնշում գործադրելով, որ այսպես ասած իրանց ասածով ամեն ինչ պիտի լինի, բայց ամենայն դեպս հանրությունը տեսնում է եւ գիտակից հանրությունը ժողովուրդը համապատասխան հետևությունները եւ գնահատականը տալիս է այդ ամենին։ Այսինքն դուրս է գալի, որ Հայաստանում եկեղեցուն պաշտպանելու համար մարդիկ ձերբակալվում են, ինչը որ արդեն ցույց է տալի, որ Հայաստանում խոսքը ազատություն չունի։ Այսինքն ակնհայտ է, ով կարա ասի դա այդպես չի, հակառակը փաստի չի կարող, որովհետեւ հենց ազատ խոսքի հետո ձերբակալություն տեղի ունեցավ։ Ուրիշ ինչ կարելի է համարել։ Եթե ոչ քաղաքական հետապնդում, բնականաբար այդպես է։ Ես ուղղակի զարմանում եմ այսօրվա այս իշխանությունների վրա, որոնք որ ներկայանում են, իրենցը թողած ուրիշներին են միայն նկատում, բայց իրենց ով պետք է պատասխանատվության ենթարկի։ Ես չեմ կարողանում ընկալեմ, այս մարդիկ այս ինչքան երես ունեն, ինչքան կարելի է, այս ժողովուրդը արդեն չի հանդուրժում, չի դիմանում, ինչքան կարելի է։ Մինչև երբ կամ ինչի համար է այսպես արվում։ Պետություն են, երկիր են, եթե մի 80 տարվա հանրապետություն կոչված ազրի հետ քոչվոր ցեղերը այսօր իրենց պետություն են բա մենք ինչ ասենք, որ դարերի պատմություն ունենք։ Անհարմար չի, որ այսքան խեղաթյուրում են ամեն բան, կամ այս ժողովրդին հայ ազգին կարելի է այսքան նվաստացնել։ Կարելի է, ինչի համար։ Ինչի ինքը լավ զգա իրեն։ Հոգեկան հիվանդ է այդ մարդը, դրանից մեկ ժամ առաջ ազատվելը շատ ավելի լավ կլինի մեր երկրի համար։ Ես խնդրում եմ ձեզ, դուք տեղ հասցրեք, էլ ինչ կլինի։ Եթե դուք այսպես փողոցներով անցնում եք, հարցումներ եք կատարում, սա նպատակային է, հա։ Հասցրեք տեղ, որ այդ մարդը կարող է չի լսում։ Իհարկե մարդ կոչելու իրավունք չկա նրան, նա մարդ չի։ Չեմ կարող ասեմ, Գուրիկ ջան, Политическое. Конечно, все политическое. Ես այս իշխանության կողմնակիցն եմ, գտնում եմ, որ դա արդար են եւ եթե բռնել են ճիշտ են արել։ Երևի է, այդ ինչքան գիտեմ ինքը բարեր արա, բացի բարեգործությունից ուրիշ բան չի արել Հայաստանի։ Միայն օգուտ է տվել, ուրիշ ես դրական կողմից եմ ճանաչում։ Իսկ մնացածը երևի իրավապահ մարմինները կասեն, բայց պարզա, որ ինքը հայ ազգի լավագույն որդիներից է։ Այո, համարում եմ, որտև բոլորը հետ են խոսում, ես էլ համաձայն եմ իրանց հետ, լրնենք եմ։